Արմավիրում ընտրակաշառքի ու բարեգործության արգելքը խախտելու համար ձերբակալվել են Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ։ Դիվանագիտական սկանդալ՝ Ռուսաստանը Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղարին մեղադրում է հետախուզական գործունեություն ծավալելու մեջ, պահանջելով լքել երկիրը։ Իրանը նոր օրենք է սահմանել, նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի։ Թրամփը ակնարկել է իրանական Խարկ կղզին գրավելու մասին։ Անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր և վիրավորներ, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Ռազմական գործողությունները դադարեցնելու համար Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ, ասել է Թրամփը։ Մոնղոլիան նոր վարչապետ կունենա։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ 9 դպրոցում խոսակցական անգլերենի ակումբներ են գործում։ Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է, ասել է քաղաքապետը։